Ես ասել եմ քյարքի։ Արձանագրելով, որ կա այդպիսի տարածք։ Պատկանել, ես ինչ եմ ասել եմ, որ Հայաստանի միջազգայինորեն ճանաչված 29743 քառակուսի կիլոմետրը միջազգայինորեն ճանաչված տարածքն է։ Այս թվաբանության մեջ չեն մտնում անկլավները, 3 անկլավային տարածքները Ադրբեջանի, մեր էքսկլավային Արցվաշենը մտնում է։ Հիմա, եթե մենք սրա հետ չենք առերեսվում, նշանակում է մենք ասում ենք, որ Հայաստանի միջազգայինորեն ճանաչված տարածքը 29743 կիլոմետր չի, այլ օրինակ 29755 քառակուսի կիլոմետր է։ Սա նշանակում է պատերազմ հայտարարել, ուղղակի չէ, բայց անուղղակի պատերազմ հայտարարել Ադրբեջանին։ Դուք շատ ճիշտ նշեցիք, ինչ ասացիք կոնֆլիկտի պոտենցիալը։ Ես ինչի եմ այս ամեն ինչը ասում արժանանալով ձեր հարցը նորմալն է, արժանանալով ձեր հանդիմանական հայացքներին, քննադատություններին, հերթական դավաճանության եւ հողատվության մասին պնդումներին, ձեր չընդդիմության կամ գուցե դուք տեքստերում գրում եք տենց, ինչ եմ այս ամեն ինչը անում, մազոխիստ եմ, ոչ ես դա անում եմ հենց ձեր ասած վտանգը ոչ թե կառավարելու, այլ չեզոքացնելու համար։ Ես ազգային ժողովում էլ դա ասացի։ Ինչի եմ ես դա անում, որովհետև ես նայում եմ, որ կան ուժեր ներքին եւ արտաքին, որ մտածում են ոնց փլուզեն այս հաստատված խաղաղությունը։ Եվ ես տեսնում եմ, որ կան մի քանի կետեր, որի ներվը փորձ է արվում եւ արվելու օգտագործել փլուզելու համար խաղաղությունը էսկալացիա մտցնելու համար։ Ես կոպիտ կներեք այդ բանի բժշկական զուգահեռի համար, ես այդ թեմային ներվը հանում եմ, որպեսզի դա հնարավոր չլինի դրա շուրջ էսկալացիա կառուցել։ Ես չեմ հիմա քննարկում են արդեն, ես չեմ խոսել, որ մենք հիմա ես ավելին ասեմ, Ադրբեջանի հետ մենք այս թեմայով քննարկում չունենք այս պահին, բայց մենք ունենք ընդհանուր բանի խնդիր, սահմանազատման խնդիր, որովհետև եթե մենք այսօր չասենք քյարքի, նշանակում է մենք ջերմուկի այդ օկուպացված տարածքներից հրաժարվում ենք, որովհետև առաջ է գալիս սկզբում քովիչ գրավել է, դե Իրանն է, դե գրավել ենք։ Նախ եւ երկրորդ դա կոնֆլիկտային սկզբունք է։ Հիմա երբ որ այս ներվը հանել ենք, իսկ իմ կարծիքով արդեն հանված է այդ ներվը։ Վերջ, այս թեման այլևս անկլավների, էքսկլավների թեման վերջին թեման էր։ Հիմա այլև ընդ որում ես այս թեմային անդրադարձել եմ նաև նախընտրական շրջանում։ Այս էլ է շատ կարևոր ներկայություն։ Այս այն վերջին թեման էր, որի վրա կարելի էր կառուցել խաղաղությունը փլուզելու պլանը, վերջ խաղաղությունը փլուզելու ոչ մի տարբերակ այլևս չկա։ Սա այս հատվածով։ Հիմա գործնականի մասով այսօր երեք նման քննարկումներ ընդհանրապես չեն եղել։ Եվ առաջիկային, բայց կա ֆունդամենտալ մի հատ կարևոր բան։ Դա Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգն է վավերացված երկու երկրներում։ Հիմա անկլավների եւ սահմանազատման թեմաների հետ կապված մենք ունենք իրադրություններ, որ կարող ենք ճանապարհներից զրկվել։ Բոլորդ գիտեք։ Բայց հարգելի լրագրողներ, Ադրբեջանն էլ ունի տենց իրավիճակներ։ Մենք անդադ մեր դիրքից ենք նայում, մեզ թվում է թե այդ նույն խնդիրներից իրանք չունեն, իրանք էլ ունեն նման խնդիր, հա? Չէ, մերը ինչով է սրված մերը։ Ներողություն, դեր ազգանունը Թոսունյան է, պարոն Թոսունյան, չկա տենց բան, որ մեր մի քանի մարզ, ընդհանրապես ես ձեզ ասեմ, այս առումով զուտ բնակավայրերի հետ կապված մեր իրադրությունը, այդ թվում վերջին տարիներին մեր կայացրած որոշումների եւ ենթակառուցվածքային ծրագրերի մասով շատ ավելի լավ է, քան Ադրբեջանն է։ Իմ խնդիրը այս թեմայի ներվը հանելն է,
հանրության համար, համ հանրությունների համար, համ կառավարությունների համար, որ մենք երբ որ սահմանազատումը շարունակենք արդեն գետնի վրա անել, մենք հանգիստ գնանք իրար հետ էլ քննարկենք, ժողովրդի հետ էլ քննարկենք, գնանք ասենք ժողովուրդ էլ եկեք նստեք, նույն բանի հիշում եք բանի պատմությունը, Կիրանցի հետ կապված, Կիրանցի հետ պատմությունը ես գնացի մարդկանց հետ խոսացի, բայց այդ ժամանակ ահավոր նյարդային մթնոլորտ էր, ահավոր նյարդային մթնոլորտ էր, որովհետև այդ իրադրությունը դե մի քիչ այլ հանգամանքներում էր ծագել, բայց հիմա ես այդ թեմայի նյարդը հանել եմ վերջ, էլ այդ թեմայի շուրջ նյարդ չկա,